Սիրելի հայեր, բարև ձեզ նախ, այսօր հոկտեմբերի 27-ն է, մեր ազգի համար ողբերգական 26-րդ տարելիցը մեր ազգի գլխատման և ես գիտեմ, որ հիմա ձեր մոտ էլ մնացել են դեռ շատ հարցեր, որոնց արդեն պարզաբանման կարիքը կարծում եմ տարիների հետ չկա, բոլոր այն միֆերը, որ այդ տարիների իշխանավորները, կառավարիչները դրա մեջ մեղավոր էին հոդս ցնդեց, գալիք իշխանությունների արարքներից և նրանց հետագծին նայելուց պարզ է արդեն, թե ով է արել, ինչ ձեռագիր է և դեպի ուր էր այդ ծրագիրը նախապես գծված։ Ծրագիրը թուրքական էր, ինչպես բոլորդ գիտեք, Ուկրաինայից Թուրքիա, Ուկրաինայում ապրող հունանյան եղբայրներին Թուրքիայում կրթեցին, այսպես ասած ճակատավոր, շատերը գիտեն իմ ուսանողական տարիների ընկերներից, որ նաև Նիկոլ Փաշինյանը Կարեն Հունանյանի հետ հարաբերություն ու շփում ուներ, և բոլորը համարյա այդ տարիների 90-ականների տղաներից բոլորը համարյա գիտեն, որ այդ բոլոր այդ ամբողջ մանկապղծական այդ խունտան, որը հիմա ՔՊ է կոչվում, աճեցվել է Վանո Սիրադեղյանի օրոք ու դա նրա, այսպես ասած, պեշկաներն են։ Հետագիծը միանշանակ թուրքական է, և եթե ուզում եք հասկանալ, որ այդ ժամանակվա իշխանությունը իրոք մեղք չունի այդ գործի մեջ և պարզապես նրան ներսից պառակտել են, նայեք ով է հիմա մեր երկրի նախագահը։ Այն ժամանակ ինչ դերում էր, ամենաառաջի իշխանության Արցախյան պատերազմից հետո և հիմա ով է, Ջհանգիրյանը, մնացյալը և նայեք Եղազարյանի ազգային անվտանգության աշխատակից Եղազարյանի հարցազրույցը, որ տարիներ առաջ շատ պարզ, հստակ ներկայացրել էր, որ երբ ազգային ժողով դեպքից հետո, ողբերգությունից հետո ազգային ժողով մտավ նախագահ Քոչարյանը, առաջինը որ նա ասեց, մի հանկարծ չվնասեք վկաներին, եթե մարդը տեղյակ լիներ այդ ամենից, նրան վկաները պետք չէին լինի միանշանակ, մեկ, երկրորդ, երբ երկրապահը մտավ վրեժ լուծելու սպարապետի համար, կրկին նույն հարցը ծառացավ, կրկին ասեց հանկարծ չվնասեք, եթե հիմա հարձակվեք, կվնասեք վկաներին, ձեռնարկող մարդը դա հաստատ չէր ասի, որտև նրան վկաներ պետք չէին լինի։ Ինչ մնում է այն, որ փորձում են դրա մեջ տեսնել ռուսական հետ կամ մեղադրել նախագահ Քոչարյանին, ասեմ, որ դա նույնպես թուրքական ծրագիր է։ Պատահական չէ նաև, ինչի համար եմ դրանից սկսել, որտև բոլորիդ մեջ դա մութ է, ես գիտեմ ինչ շատ եք գրում, պատահական չէ նաև, ասում եք նաև ինչպես է, որ դու երդվյալ ֆիդայի լինելով հիմա պաշտպանում ես Ռոբերտ Քոչարյանին, ասեմ ինչի, որովհետև այս ամենը ունի թուրքական հետք, ու դրա մեջ միայն թուրքական հետք կա, թուրքական ծրագիր կա, որովհետև հենց պատահական չէր, որ այդ օրը պետք է ձեռնադրվեր Վեհափար Հայրապետը, կաթողիկոս էին այդ օրը ձեռնադրում։ Երեկ Նիկոլը դա ապացուցեց, որ ինչպես ինքն է ու իր քեմալական պայմանագրի պուճուրները, քեմալի պուճուրները, այսպես ասած, քեմալական այդ խունտայի, հոտի, շակալների հոտի, քեմալական պայմանագրի ծրագրով նրանք փորձեցին նույն օրը նախորյակին, փորձեցին պղծել հայոց եկեղեցին։ Այդ նույն օրն էլ թուրքերը փորձեցին քրիստոնեական եկեղեցու և մեր կրոնի վրա ցեղ շպրտել։ Նրանց ձեռնտու չէր, որ կարող է հայ կաթողիկոս, ազգային արժեքներ ունեցող կաթողիկոս գահակալեր, նրանց պետք էր դրածո, ինչպես նաև պատրաստում էին Նիկոլին նախ որպես ընդդիմադիր և հետո որպես իբրև թե Թավշյա Թրաշյա այդ այլանդակությունը, որ կատարվեց ժողովրդին էլ հեքիաթներով սնելով ու խաբելով,
տնտեսական ծանր իրավիճակը Հայաստանի օգտագործելով պարզապես մոլորեցրին ժողովրդին, ուրիշ ոչ մի բան։ Հիմա տեսանք ինչ տեղ ունեցավ երեք Հովանավանքում, խնդրեմ։ Հովանավանքում ոչինչ տեղի չունեցավ, մի հոտ թուրքական վերբովկա արած, այսպես ասած, մի հատ շակալների հոտ, սարսափելի է, երբ շակալների հոտը իրեն դնում է ոհմակի տեղ, սարսափելի է, երբ իրեն շակալը դնում է առյուծի տեղ, ոստիկաններով նախապես ամբողջ գյուղը, ամեն մի թուփը, բոլորի աչքի առաջ, անգամ աթոռները եկեղեցու շարժեցին, որովհետև Նիկոլը իր վախերը չի կարողանում այլևս հաղթահարել։ Նորից եմ կոչանում ոստիկաններին, այդ դավաճանության մեղքից դուք չեք փրկվելու, որովհետև դա դավաճանություն է, ձեր պահելը Նիկոլի հետույքը և ՔՊ-ի հետույքը, դա թուրքապաշտպանություն է։ Հիմա էլ արդեն կրոնի վրա, ես ուզում եմ Ալամիկին հարց տալ, առիթից օգտվելով Արամ Սարգսյանին, եղբայրդ ասում էր, դուք Մեռոնին էլ թույն կխառնեք, էդ քեզ էր ասում, չէ Ալամիկ, քեզ էր ասում, որտև դու եղբորդ գերեզմանի վրայով անցար, միայն թե մտար Նիկոլի հետույքը, այսպես ասած, միայն թե լապ ունենաս, ինչպես նաև դեռ եղբորդ աճյունը չհանգած, վարչապետի աթոռի կռիվ արեցիր ու ստիպված էին քեզ դա տալ, չնայած քո ուղեղն ու վարչապետի աթոռը տեսանք, քո ուղեղով մեկն էլ Նիկոլն է, ինչի հասցրեց մեր երկիրը։ Հիմա անդրադառնանք հաջորդ թիվ, ինչ է կատարվում մեր երկրում սարսափելի բաներ է կատարվում, գնում է թուրքացում, հաջորդ քայլը եկեղեցու, եթե Նիկոլը կարողանա վեհարանը, այսպես ասած, ներխուժել վեհարան իր թուրքերով, դա վեհարանի ազատագրում չէ, դա մեր կրոնի ոչնչացումն է, բացատրեմ ինչու, հարցը նա չէ, թե ով է կաթողիկոսը անձնականով, նախ և առաջ ես իմ կարծիքը կասեմ, ասում եմ միշտ, մենք այնքան փոքր ազգ ենք, ու մենք երկրի աղն ենք, առաջին քրիստոնյա ազգն ենք, մենք Նոյան տապանը սկսվել են, իջել է Արարատ լեռան վրա, մենք Աստծո օրհնած ազգ ենք, մենք կուսակրոնության իրավունք չունենք, և հետո ուզում եմ մի հատ հարց տալ, հավատացյալ, հավատապաշտ, այսպես ասած, մոլագար հավատացյալներին, ես մոլագար հավատացյալ չեմ, չնայած հայ քրիստոնյա եմ, բայց ինչպես գիտեք, բոլոր ֆիդայները առաջինը իրենց վրա են դնում հույսը, իրենց զենքի, իրանց ուժի, իրանց ուղեղի, նոր միայն Աստծո, որտև Աստված ասում է սիրիր մտերիմիդ այնպես, ինչպես կսիրես ինքդ քեզ, պաշտպանիր հարազատիդ այնպես, ինչպես կպաշտպանես ինքդ քեզ։ Հիմա մի հատ հարց եմ ուզում տալ։ Աստծոց շատ ես Նիկոլ փորձում փրկիչ լինել։ Եթե իսկականից հոգևոր հայրերից որևէ մեկը ունի երեխա կամ կին, հավատացյալներին հարց եմ տալի, առանց Աստծո կամքի, հնարավոր է երկրի վրա որևէ ծնունդ, մահ և ընդհանրապես որևէ շարժ։ Եթե դու հավատացյալ մարդ ես, դու պետք է հասկանաս, որ եթե ինչ-որ բան կատարվել է, ուրեմն դա եղել է Աստծո կամքը։ Եթե տվյալ հայր սուրբը հասել է կաթողիկոսի աստիճանի և ունի երեխա ու կին, բրավո։ Ես ընդամենը ոտնկայս ծափահարում եմ այդ տղաներին, ուրեմն մեր եկեղեցին ամուր տղամարդու ձեռքերում է, Աստծուն ծառայում են նաև սերունդ տալով, Աստծուն ծառայելու համար պարտադիր չէ, հիմա ես որ կոպիտ բառեր չասեմ կտրաքեմ, պարտադիր չէ կրտած լինել արա, մարդ եք վերջապես, հասկացեք վերջապես, Աստված կույր չէ այդքան, որ չտեսնի ինչ է կատարվում իրեն ծառայողների մեջ գոնե։ Ու դուք էլ Աստծո պատիժից չեք փախչելու։ Դու չգիտեմ որպես ինչ է ստենց մեջտեղ օգտագործվում հարամ, քահանա հարամ, նախկին քահանա այդ Ստյոպիկ Ստեփան, բայց աղոթիր Ստեփանոս, աղոթիր, որովհետև քո մեղքերը ներում չունի։ Դու ոտքերը մզկիթի դեմը հանած, բոբիկ մզկիթ մտնող, Նիկոլի թելը թելեցիր, դու ելար քո կրոնի, քո ազգի դեմ, ու շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Հայկ Դորունցին, Արմեն Սարգսյանին,
այդ երկու հայ տղաները գոնե փորձեցին ընդվզել եկեղեցու, մեկը գիրքը շպրտելով ասելով դու կարգազերծ ես, կարգալուծ ես, իրավունք չունես աղոտ կարդալու, մյուսը ասելով, որ նա անօրինական է եկեղեցում գտնվում, խոսքս Հարամ քահանայի մասին է։ Այդ տղաները գոնե փորձեցին ընդվզել, չնայած ասեմ, դա ավելի երևի բարդ էր, քան փողոցում Նիկոլ Սիկտիր գոռալը, որովհետև այնտեղ բոլորն էին Նիկոլ։ Իսկ ինչ վերաբերում է սովորական ժողովուրդն է եկել, ոչ մեկը սովորական ժողովուրդ չէր, ես այնտեղ ճանաչեցի ավականու անդամներին, քաղաքապետարանի Նիկոլի ավականու անդամները այնտեղ էին։ Դեմքերով ֆիքսված, ես ճանաչում եմ նրանց։ Ես նրանց դեմքերով բոլորին հաթած ճանաչում եմ։ Նիկոլը հավաքել էր բոլոր համայնքների համայնքապետերին, բոլոր պետական կառույցների աշխատակիցներին պարտադրողաբար։ Եթե տեսնեինք Օհանավանի ավտոբուսները, եթե այդքան քաջ էիք, ինչի եք հենց առավոտ շուտ Օհանավանից Տեր Սարգիս քահանային բերման ենթարկել, միակ քահանային օծված այդ վանքում, Հովանավանքի միակ քահանային, բացի ձեր այդ հարամին, ինչ էիք կանչել ազգային անվտանգություն, ինչ էր արել Սարգիս քահանան, ոչ մի բան, չեմ երկու ապուշ հարց եք տվել ընդամենը ու ճանապարհել եք, ուղղակի որպեսզի պատարագի ժամանակ տեղում չլինի եւ որպեսզի Օհանավանցիներ չելեն ասա, մեր քահանան թող մեր պատարագը մատուցի, Օհանավան Նիկոլը պղծեց նաեւ քեզ որպես գյուղ, այդ պիղծը որտեղ ոտք է դնում, պախարակում, խայտարակում ու պղծում է, իր հետագծով շուտով քեմալական պայմանագրի անցած ճանապարհի համար ասելու ենք այստեղով թուրքերն են անցել, որովհետև դա թուրքի ձեռագիր է, Նիկոլը թուրք է, եթե հիշում եք, եթե չէ մտեք իմ Facebook-յան էջում ես դրել եմ, որ հարց են տալիս, ասում են Նիկոլ ճիշտ է, որ պապը թուրք է, ասում է հա, կա այդ վիդեոն, ու դա պատահականություն չի, ու դա կատակ չի, բայց դուք ովքեր եք Նիկոլի հետույք պահողներ, են մեկ այն, որ ասում էր ես արու եմ, ինչ եմ, ворց եմ, հա Դիլիջանի քաղաքապետ, արա դու ворց չես, դու թուրքի եք ես, քեզ օգտագործել են որպես եք, դու եկել չես կի, նորմալ եք գոնե իր այդ ճտերին, իր այդ տարածքը կպաշտպաներ շակալներից, այդ տուպոյ անգրագետ դեմքիցը դերևում է, որ դու բութ ես, դու էդ իս ձև ես քեզ թույլ տալիս խոսես լրագրողի հետ, բոլորի մուտքը ում որ իրենք դեմքով ճանաչել են, հիմա հարցնում եք, ասում եք ինչի Օհանավանում չէիք, ինչի եք կողքից խոսում, ոչ մեկիս թույլ չեն տվել մտնենք Օհանավան, ասեմ պարզ, ոչ մեկիս, գյուղի մուտքից արդեն ոստիկաններ էին, նախապես 2 օր առաջ ոստիկանապետը գնացել էր և դիպուկահարներ էր դրել, էխեր ճարիվներն էլ կրիշների վրա քանի օր մնացին, քրվելով Նիկոլին ու ամբողջ իրենց հետ ստացած պարգևավճարները, բայց ես ուզում եմ հարց տալ, հարց եմ ուզում տալ ոստիկանության բոլոր ծառայող տղա, մի քիչ բարդ եմ ասում, բոլորին, ոբշեմ այդ երկոտանի բոլոր քիթը փորներին, այդ փորները քթներին, հասածներին, լսի ձեր մեջ մարդկային լավ հասկացանք, բայց ինստինկտ էլ չկա, դուք չեք հասկանում, որ ձեզ բոլորիդ փուրն է տալու, Նիկոլը գործ տվող է, 5 գործ տվող է, հարցրեք ասեմ, 95 թվականից, մեզ բոլորիս եկավ մեր այդ հացկերով գնաց վանոյին ծախեց, լրագրողներն ենպես, որ Նիկոլը 5 գործ տվող է, Նիկոլը թուրք է ազգությամբ, իսկ հիմա ես մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնել, վեհարանի վրա այդքան, որ տենց փորձում եք, եսի մինչ, դուք կտրիչի դեմ չեք դուրս գալիս, դուք դուրս եք գալիս հայկական կրոնի դեմ, Են ապուշներին են, որ մի երկու անասուն կա է, որ կպի, որ ասում էր, մենք բան ենք, ինչա գնում ենք աշխատողներին, ենքան անգրագետ ապուշ է կարա չեք հասկանում, որ բանում եկեղեցում ծառայում են, ոչ թե աշխատում են, հոգևոր հայրերը ծառայության մեջ են, ոչ թե աշխատանքի, էդ դուք եք աշխատանքի, այ ապուշներ, ընդ որում խոպանի եք, Թուրքիայից եկել եք Հայաստան խոպանի, Նիկոլը այսօր առավոտյան կարծեմ, թե երեք,
Հարցազրույցի ժամանակ շատ պարզ ասում եմ, մենք պատրաստ ենք թույլ տալու Ադրբեջանից Թուրքիա եւ Թուրքիայից Ադրբեջան բեռնափոխանակումներին, բեռնափոխադրումներին։ Բայց ես ուզում եմ հարց տալ սյունեցիներին, որ Սյունիքի միջով թուրքը գնա գա։ Պարսիկին համաձայն չեք, որ թուրքը գնա գա։ Դուք կարողանալու եք ձեր երեխաների անվտանգությունը պաշտպանել ու պահպանել։ Դեռևս սովետի ժամանակից ես Արցախում ապրած որպես մարդ եմ ասում էին, որ անհնարին էր, որ առանց վախի երեխաներին անգամ փողոց թողեն, այն գյուղերում, որտեղ որ սահմանակից էին թուրքերի ադրբեջանցիների հետ։ Հիմա թուրքը ձեր մեջով երթևեկելու է։ Ինչի ձեն չեք անում։ Ժողովուրդ, ոնց ես կարողանում լռել։ Նիկոլը Մերոնի թույն է խառնել։ Ջրիդ արդյունքդ է խառնել, հացիդ որդիների տարյունը։ Ու դու դեռ այդքանից հետո ասում ես, ես իմ ինչ, ես իմ ոնց, ես իմ ում եք ուզում գա, ես իմ ինչ եք ուզում անեք։ Միակ բանը, որ փորձում ենք դեռ 5-6%-ս, որ առայժմ դեռ հույս չունեմ, որ երկար կձգվի, բայց առայժմ դեռ բերթերում չենք, այդ 5%-ս, որ հիմա դեռ կարողանում ենք մեր խոսքը ձեզ հասցնել, փորձում ենք ընդամենը ասել, ուշքի արի, փրթվում ես, երկրորդ 15 թիվ են դնելու, երկրորդ Սումգայիթ են վզիտ դնելու, ժողովուրդ հասկացի վերջապես։ Սասուն դե այն տարիներն էլ են, որ ասում են ահի տարին ինչ ես եղել, թե մահի տարին ինչ ելնես։ Բայց դե դու գոնե հասկանում ես, որ քեզնից այդ սպրոսը լնելու 2-3 անգամ ավելի շատ։ Որ եթե են մնացածին կարող է ինչ-որ մի տեղ ասեն գնա, գոնե բալանդա լափի ապրի, քեզ էլ չեն թողելու։ Դու հասկանում ես ինչ ես ամարա։ Ինչ սպարապետ, դու սպարապետից թաթալոշ ուտելն էլ քեզ խրատ չեղավ։ Դու հիմա փորձում ես ինչ ֆիդային խաղաս, հա? Ինչ երկրապահ, ինչի մասին էիր խոսում երեք, ասում էր ինչ երկրապահ, ինչ ենք անելու, երկրապահ ինչ անում, ցավում, հա? Ինչի համար ես ցավում, թուրքը նստել է շլնքից չես ցավում, ինչ ես ձևեր անում։ Այս ծրագիրը 30 տարի է, ինչ աճեցվում է, հասել է իր ավարտին, պիկին։ Հիմա ժողովուրդ, կամ մենք վերածնվում ենք, ինչպես վերածնվեցինք 90-ականներին, ունենում ենք իսկականից անկախ հայկական, հայաստանյան, հայ մշակույթով ու արժեքներով պետություն, թող լինի նոր դարաշրջանին համահունչ մի քիչ, ես իմ ինչ, դա չի խանգարում, բայց ոչ թե այդ եվրոպորնիկությունը, կամ մենք դադարում ենք հայ լինելուց, ու Եվրոպա չենք հասնում, այն կովին մի լսեք, են Անի Խաչատրյանը ինչ է այդ Արամիկի կովին, որ ասում է գնում ենք Եվրոպա, դե ինքը արդեն իրա Եվրոպան գոմում կթել է, լափը լցրել են դեմը։ Եվրոպա գնալու ճանապարհին Թուրքիան է սահմանի, դու չես հասնելու մինչև ոչ մի Եվրոպա, որ բոլորս հավաքվենք իրար գլխի, տղերք, բոլորս թասիբ չունեք, արա թասիբի կարճ չունեք ոչ մեկըդ, գոնե փող ունեք, այդ ձևի լուծեք այդ հարցը, բայց լուծեք, ժամանակն է հավաքվելու իրար գլխի, անգամ հանցագործ աշխարհի չնայած չեմ հավատում արդեն, որ տենց բան Հայաստանում կա, որտեղ հանցագործները վաղուց արդեն իշխանավորներ են, բայց ընդհանրապես, եթե տենց բան կա են արա ապերո, ես շատ գիտեմ ինչ, անգամ դրանց եմ կոչանում, կապ չունի ով ես, եթե դու քեզ հայ ես համարում, եթե դու հայ ես, գեներիդ մեջ կա, հայկական թասիբ, հայի նամուս, բոլորիդ կոչ եմ անում, եկեք բոլորս, մեզ պետք է ընդամենը մի քանի ժամ, Նիկոլ քերելու համար, ու աշխատենք հայի արյուն չթափենք, իսկ են որ ասում են, բա որ ընթացքում ոստիկանները չեն հելնելու ժողովրդի դեմ, չեն հելնելու, հավատացեք, ներսից գիտեմ, եթե լինի հժկու, մի հատ ընենց երկրաշարժ կոպիտ ասած հոգևոր, որ նրանք հասկանան, որ այո կարող են քերել Նիկոլին, ոչ թե կապիկություն անել փողոցներում, մի 30,000-ով տենց մեր ձևով, ձեր ձևով, չգիտեմ են գնացին եկան խոպան լաո, չգիտեմ ինչ, այդ զրտզիբիլով չլնի, տղավարի, սարցը տղավարի լուծում ա ուզում տղերք, կան մեջները տղերք,
Պատրաստ եմ անգամ սատանայի հետ համագործակցելու, անգամ սատանայի հետ գնալու մենակ, թե թուրքերին մեր երկրից քերենք։ Եվ ամփոփեք։ Հարկավոր է պաշտպանել մեր կրոնը։ Երբ մենք դարերով չենք ունեցել պետություն ու պետականություն, մեր կրոնը միակ բանն է, որ կարողացել է եկեղեցին, հայկական եկեղեցին դարերով 7000 տարի կարողացել է պահպանել, պաշտպանել հայ մշակույթը, մեր հայ լինելը, եւ մենք որպես ազգ հարատևել ենք մեր եկեղեցու շնորհիվ։ Մեր եկեղեցին դա մեր կրոնն է։ Կարողացան վեհափառին վնասել, համարեք, որ մենք Հայաստան էլ չունենք։ Ժողովուրդ, հասկացեք, աթոռ չկա, որ աթոռի կռիվ լինի։ Այդ աթոռն էլ, այդ չգիտեմ, այդ սեղան մեղանն էլ, այդ ինչ որ Բաղրամյան 26-ում կա, Նիկոլի հետ միասին Զիբիլանոցն ենք նետելու, որովհետև պղծված է արդեն ամեն ինչ հարկավոր է սկսել զրոյից, ամեն ինչ հարկավոր է սկսել բոլորս իրար հետ, եւ բոլոր նրանք, ովքեր որ Նիկոլ են սատարել մինչև անգամ էս պահը, բայց պատրաստ են հետ կանգնել ու մաքուր ապաշխարած, մաքուր պայքարելու, ապացուցել բոլորիս, որ կարող են Նիկոլին ուղարկել գրողի ծոցը։ Մենք նրա հետ ենք համաձայն համագործակցելու, համաձայն ենք ուսուսի տալու բոլորս էս պահին կա գոյատևման կարևոր խնդիր, պետություն ենք կորցնում, հայեր ուշքի եկեք, ալո, ուշքի եկեք, մենք պետություն ենք կորցնում, Նիկոլին քերել է պետք, իր այդ հավատարիմ են Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզան, Զիբիլանոց կա է տենց առաջի, են որ ասում են առաջի Զիբիլիվեդրոն, այդ Զիբիլիվեդրոյի հետ հարկավոր է ուղարկել Զիբիլանոց, որովհետև աղբի տեղը աղբամանն է, իսկ մեր երկիրը Զիբիլանոց չի, չնայած Ավինյան Տիկոնը անդադ վառում է մեր մայրաքաղաքը, բայց դե ինքն էլ մի օր այդ Զիբիլի հետ է, ուշքը գնալու անգնելու է այդ ծխի հոտից, որ սաղ Երևանը արդեն այլանդակել ես տիկուշ, նայի մի օր էլ դունդեղ տաքսի կոշ չգնես, այդ հղի փորովըտ, մի խոսքով հայեր հարկավոր է պաշտպանել կրոնը, երկիրը, ու ժամանակը չէ արդար մեղավոր ջոկելու, ժամանակն է Թուրքից Հայաստանը ազատագրելու, այդ մենք պտի Նիկոլ, մեր կառավարության շենքը, մեր ազգային ժողովը քեզանից ազատագրենք, մեր մայրաթոռը ազատագրելու կարիք չունի, մեր մայրաթոռում հայեր են նստած, ու եթե նրանք սերունդ ունեն, ես ընդամենը ողջունում եմ, բրավո տղերք, ապրեք, ուրեմն մեր եկեղեցին ամուր տղամարդկանց ձեռքերում է, դա ընդամենը ողջունելի է, իսկ օրենքները կուսակրոնության Աստված չի դրել, Աստված կուսակրոն է ուղարկել երկրի վրա, Աստվածաշունչ կարդացեք, եթե չգիտեք, միայն իր մինուճար տղային, իսկ մնացածին ասել է գնացեք եւ բազմացեք, այնպես որ մի փորձեք խեղաթյուրել, ոչ Աստծո օրենքները, ոչ էլ ձեզ դրեք փրկիչների տեղ, Նիկոլիկ, ես քեզ միշտ ասում եմ Միկոլ Քաշինյան, հերիքա լակես, հերիքա, դեղերը դու արաղդ այդ տնական յաթրջիտ, մի խարնի իրար արա, առանցդ էլ տեղից զիբիլես, հայեր, ոտքի հելեք, վաղուց ժամանակն է, եկեք սկսենք պաշտպանել Էջմիածինը, մայրաթոռը ու փրկությունը գալու է կրոնի միջոցով ու Աստված մեզ օգնական ու զորավիք, որտև նա միշտ օգնում է մեզ հաղթել, մեր գործը արդար է քանի որ